Անցած քարոզին Կորինթացիների նամակի մենք խոսացինք ուրեմն 26-ից 28 համարները, բայց հիմնականում տեսեք Կորինթացիների 14-րդ գլուխ 26-ից 40 համարները կարելի ասել, որ այն ունի մեկ նպատակ՝ եկեղեցում հաստատել կարգ ու կանոն, տրված պարգևները ճիշտ օգտագործելու համար, բայց քանի որ լեզուների հետ կապված շատ խնդիրներ կար, թե Կորինթոսում, թե այսօրվա եկեղեցիներում, կարիք կար, որ լեզուների թեման առանձնացնել եւ մանրակրկիտ նայել, թե Պողոսը ինչ հրահանգներ էր տալիս։ Եվ 26-ից 28 համարներում նա ասաց, որ շնորհները տրվել են հոգևոր շինության համար, հետևաբար անհրաժեշտ էր կարգ ու կանոն եկեղեցում, որը պետք էր հետևել 4 կանոններին, այսինքն հերթականությանը։ Առաջինը, եթե մեկը խոսում էր լեզուներով, պետք է 2 կամ ամենաշատը 3 հոգի լինեին, երկրորդը մեկը մյուսից հետո պետք է խոսար, երրորդը մեկը պետք է թարգմաներ, իսկ չորրորդը, եթե թարգմանող չկար, պետք է ուղղակի լռել եւ չխոսել, որը տեսնում ենք, որ այսօրվա այս կեղծ լեզուներով խոսացողները չեն պահպանում ոչ մեկը սրանցից, որովհետև կեղծ լեզու է եւ իրենցը չեն կարող թարգմանել։ Դրա համար իրանք ավելի նախընտրում են խառնել նույն Կորինթոսի եկեղեցու վիճակը ստեղծել, որպեսզի մեկը չպահանջի իրենցից լեզուներով թարգմանություն, հստակ խոս եւ այլն։ Եվ այսօրվա մեր ուսումնասիրության թեման 29-ից 40 համարներն է, որը եկեք կարդանք եւ փորձենք Տիրոջ օգնությամբ բացատրել։ Մարգարեներից 2 կամ 3 հոգի թող խոսեն, իսկ մյուսները քննեն, բայց եթե այնտեղ նստածներից մեկին հայտնություն լինի, առաջինը թող լռի, որպեսզի մեկ առ մեկ մարգարեություն անեք, որ բոլորն էլ սովորեն ու բոլորն էլ մխիթարվեն։ Եվ մարգարեների հոգիները ենթարկվում են մարգարեներին, որովհետև Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության, ինչպես սրբերի բոլոր եկեղեցիներում։ Թող ձեր կանայք եկեղեցիներում լուռ մնան, որտև նրանց չի թույլատրվում խոսել, այլ հնազանդ լինել, ինչպես եւ օրենքն է ասում։ Եվ եթե ուզում են որևէ բան սովորել, թող տանը իրենց ամուսիներին հարցնեն, որովհետև եկեղեցում կնոջը վայել չէ խոսել։ Միթե Աստծո խոսքը ձեզանից դուրս եկավ կամ միայն ձեզ հասավ, եթե մեկը կարծում է, թե ինքը մարգարե է կամ հոգևոր, թող իմանա, թե ինչ որ գրեցի ձեզ, Տիրոջ պատվիրաններն են, բայց եթե մեկը տգետ է, թող տգետ մնա։ Ուրեմն եղբայրներ, նախանձախնդիր եղեք մարգարեանալուն եւ լեզուները խոսելը մի արգելեք, թող ամեն բան պարկեշտությամբ եւ կարգ ու կանոնով արվի։ Ամեն։ Այստեղ տեքստը բաժանել եմ 3 պունկտերի։ 29-ից 33-ի առաջին հատվածը մենք կխոսանք դրա մասին, ինչու առաջի եւ երկրորդ հատվածներ, որովհետեւ այստեղ խնդիր կա, կխոսանք դրա մասին։ Առաջին հատվածը մարգարեները հերթով պետք է խոսեն եւ մյուսները քննեն, որ բոլորը շինություն ստանան։ 29-ից 33 համարի առաջի հատվածը։ 33 համարի երկրորդ հատվածից 38 համարը Տիրոջ պատվիրանն է, որ կինը չպետք է եկեղեցում քարոզի։ 39-ից 40 համարում խոսում է կարգ ու կանոնի հետևողական լինելու մասին։ Եվ գլխավոր միտքը հետևյալն է. Աստծո եկեղեցին պետք է առաջնորդվի Աստծո կարգ ու կանոնով։ Աստծո եկեղեցին, սրբերի եկեղեցին պետք է առաջնորդվի Աստծո կարգ ու կանոնով։ Եվ Պողոսը տալիս է 7 միջոց եկեղեցին կարգ ու կանոնով առաջնորդելու համար։ Առաջինը, մարգարեներից 2 կամ 3 հոգի պետք է խոսեն, երկրորդ, մյուսները պետք է քննեն։ Եթե մեկը հայտնություն ունի, երրորդը առաջինը թող խոսի եւ մյուսները սովորեն ու մխիթարվեն։ Չորրորդ, մեկը մյուսից հետո խոսի։ Հինգերորդ, կանայք եկեղեցում լռեն։
6-րդ. Եթե ուզում են մի բան սովորեն կանայք, թող տանը ամուսիններից հարցնեն։ Եվ 7-րդ. ամեն բան պարկեշտությամբ ու կարգ ու կանոնով արվի։ Այսինքն տալիս է 7 միջոց, մենք չենք ասում, որ այս 7 միջոցներն են, հա, հիմնական եկեղեցու, տվյալ պարագայում ենք մենք խոսում, այլ ոչ թե հիմնական միջոցները։ Այսպիսով, այս բաժնում առաքյալը ավարտում է հոգևոր պարգևներին վերաբերող հարցերի իր քննադատական վերլուծությունը։ Նա մի քանի եզրափակիչ հորդորներ է անում նախորդ գլուխներում խոսացած թեմաների հետ կապված։ Ի տարբերություն հովիվների և ուսուցիչների պաշտոնի, մարգարեների եզակի գործառույթը, ինչպես առաքյալների առաքելությունը, դադարեց գոյություն ունենալուց, երբ եկեղեցին դեռ շատ երիտասարդ էր։ Պողոսի հովվական նամակների առաջի և երկրորդ Տիմոթեոսի և Տիտոսի հիման վրա կարող ենք վստահ դատել, որ մարգարեությունները եկեղեցում դադարեցին նույնիսկ առաքելական դարաշրջանի ավարտից հետո, որի մասին խոսել ենք հենց 12-13 գլուխներում քարոզի ժամանակ։ Տիմոթեոսի նամակներում և Տիտոսի մենք տեսնում ենք, որ եկեղեցում Աստված չի դրել մարգարեներ, այսինքն կան հովիվներ, երեցներ, եպիսկոպոսներ, սարկավակներ, բայց մարգարեի մասին լռում է, դրա մասին էլ չի խոսում։ Այս 3 հովվական նամակներում Պողոսը մանրամասնորեն գրում է եկեղեցու սպասավորների, երեցների, սարկավակների, անգամ սարկավակուհիների և եպիսկոպոսների մասին, նորից եմ ասում, բայց երբեք չի հիշատակում մարգարեներին, ովքեր առաքյալների հետ միասին մասնակցել են եկեղեցու հիմնադրմանը, որը Եփեսացիների 2 գլուխ 20 համարում տեսնում ենք, որ Աստված իր եկեղեցում դրել է մարգարեներ, ուսուցիչներ, չէ, հովիվներ։ Մարգարեությունը առաջինն էր նախատեսված անհետանալու նոր կտակարանի եկեղեցուց։ Սակայն երբ Պողոսը գրեց այս նամակը Կորինթոսին, մարգարեները դեռևս առաջատար դիրք էին զբաղեցնում եկեղեցու կյանքում։ Իրականում այս նամակում ոչ մի տեղ չի հիշատակվում հովիվների կամ երեցների մասին։ Ակնհայտ է, որ մարգարեները վաղ եկեղեցում կարևոր դիրք էին զբաղեցնում, որտեղ Գործք առաքելոց 13:1-ում էլ ասում է, որ կային հստակ մարգարեներ։ Քանի որ ըստ երևույթին սա տեղի էր ունեցել ուրեմն Կորինթոսում, Պողոսը ստիպված էր թվարկել մի քանի սկզբունքներ, որոնք մարգարեները պետք է հիշեին։ 23-ից 33 համարի մեջ առաքյալը թվարկում է մարգարեության վերաբերյալ 4 կանոն։ Առաջինը, պաշտամունքի ժամանակ չպետք է խոսեին միայն 2 կամ 3 մարգարեներ, պետք է խոսեին, մյուս մարգարեները պետք է դատեին ասվածը, եթե ինչ-որ մեկը հայտնություն ուներ, առաջինը խոսեր, պետք է խոսեր, տեղը զիջեր նրան, մեկը մյուսի հետևից խոսեր։ Եվ այս ամենը պետք է քննենք, որպեսզի ավելի հստակորեն հասկանանք, մի քիչ կարճ կլինենք։ Առաջին, նախ միայն 2 կամ 3 մարգարեներ իրավունք ունեն խոսելու որևէ ծառայության ժամանակ։ Այս նոր կտակարանի մարգարեները խոսում էին Տիրոջ անունով, կամ եկեղեցում փոխանցելով Աստծուց նոր հայտնություն, կամ կրկնելով այն, ինչ սովորեցրել էին առաքյալները, այսինքն հռչակելով արդեն տրված հայտնությունը, ինչպես այսօրվա քարոզիչներն ու խոսքի ուսուցիչներն են անում։ Երկրորդ, երբ մարգարեները խոսում են հավաքույթի ժամանակ, ներկա մյուս մարգարեներից ակնկալվում էր քննել։ Խորաթափանց մարգարեները կարող էին ունենալ տարբերակելու պարգևը, որը որ 12-րդ գլխում ասում էր, չէ, 10 համարում զանազանության պարգևի մասին, կամ կարող էին պարզապես դատել ասվածը, համեմատելով այն Աստծո խոսքի և կամքի վերաբերյալ իրենց սեփական գիտելիքների հետ։ Այսինքն պետք է տվյալ հայտնությունը համեմատեին արդեն իսկ ունեցած խոսքի հետ, տեսնելու համընկնում է Աստծո խոսքի հետ, թե ոչ։ Որովհետև ինչպես մեր օրերում, այնպես էլ այն ժամանակ կային կեղծ մարգարեներ և հայտնություն ստացողներ։
Ամեն դեպքում նրանք պետք է միասին գնահատեին մարգարեական պարգևների ճշմարտությունը։ Սուրբ Հոգին այս խորաթափանց մարգարեներին օժտել էր հոգիները ստուգելու պարգևով, թե արդյոք սրանք Աստծուց են, թե ոչ։ Առաջի Հովհաննես 4:1 համարն է ասում, եւ սա յուրահատուկ պարգև է, որը կրկին այնպես չի, որ բոլորին է տրված։ Սրանք մարդիկ են, որ կարողանում են իրոք քննել։ Քանի որ մարգարեին երբեմն նոր հայտնություններ էր տրվում, չափազանց կարևոր էր, որ նրանց ուսուցանած եւ քարոզած ամեն ինչ լիովին համապատասխաներ ճշմարտությանը։ Քանի որ մարգարեները նպաստել են եկեղեցու հիմքի ստեղծմանը, նրանց ուսմունքների ճշմարտությունը հատկապես կարևոր էր։ Ոչ մի մարգարե միայնակ չի գործել։ Նրանք բոլորը հաշվետու են եղել մեկը մյուսին։ Բայց այսօր խարիզմատների մոտ ճիշտ հակառակն է։ Նրանք երբեք չեն քննում, թե արդյոք Աստծուց է, խոսքին համապատասխանում է, թե չի համապատասխանում։ Իրենց համար միևնույն է, կարևորը, որ տվյալ ստողը ասում է Սուրբ Հոգին ինձ տրվել։ Վերջ, այսինքն այլ քննարկման ենթակա չի, որտեղ իրենց սովորացրել են. վայ հանգարց չդատես առավել եւս հովին եւ այլ։ Դե այս մարդիկ էլ վախի մեջ են եւ ու իրանք էլ, բայց իրանցից են սովորում։ Իրանք էլ են, չէ՞ գալի ասում, ես էլ եմ հայտնություն տեսել, ես էլ մարգարեություն եմ եւ ոչ ոք չի քննում։ Բայց այստեղ Սուրբ Գիրքը մեզ հստակ ցույց է տալիս, թե ինչ պետք է անել հաջորդ քայլերը, եթե մեկը ասում է հայտնություն ունեմ, մարգարեություն ունեմ։ Երրորդ, եթե նստածներից մեկը հայտնություն է ստանում, առաջինը պետք է լռի։ Նոր հայտնությունը գերակշռում էր նախորդ ճշմարտությունների կրկնությանը։ Ինչու՞։ Հարցն այն չէր, որ նոր հայտնության ճշմարտությունը կարող էին ավելի կարևոր լինել, քան նախորդները, այլ այն, որ հենց այդ պահին էր Տերը խոսում եւ նրանք պետք է ուղղակի լսեին նրան։ Սա այսօր եկեղեցիներում տեղի չի ունենում, քանի որ նոր ճշմարտությունների բացահայտման հետ կապված մարգարեական ծառայությունների այս ասպեկտը ավարտվել է նոր կտակարանի հենց գրությամբ, սակայն պարզ է, որ վաղ եկեղեցում այս տեսակետի հակամարտությունները երբեմն հենց առաջանում էին։ Եվ երբ սա տեղի էր ունենում, խոսողը ստիպված էր զիջել նոր հայտնություն ստացած մարգարեին։ Այլ կերպ ասած, երբ Տերը խոսում էր, անմիջապես բոլորը պետք է լռեին։ Չորրորդ, անկախ նրանից մարգարեները նոր հայտնություններ էին տալիս, թե արդեն տրվածները ամրապնդում էին, նրանք պետք է մարգարեանային մեկը մյուսի հետևից։ Ինչպես լեզուներով խոսելու դեպքում Պողոսը պատվիրեց, որ նրանք պետք է խոսեն մեկը մյուսի հետևից, որպեսզի բոլորը սովորեն եւ բոլորին դա մխիթարություն տա։ Խնդիրն այն էր, որ դեռ, տեսեք, Աստծո խոսքը չէր ամբողջացել։ Եկեղեցիները հիմնվում էին ամենուրեք եւ բոլոր տեղերում տարբեր հարցեր էին առաջանում։ Շատերը հեթանոս էին, տարբեր սովորություններով եւ մշակույթներով, տարբեր կրոնական գաղափարներով, բայց խոսքը չունեին ամբողջապես, որ երբ հարց էր առաջանում, թե այս բանը ոնց անենք կամ ինչու չանենք, եւ այդպես շատ խնդիրներ էր առաջանում եկեղեցում, չգիտեն, ամբողջական խոսքը չունեն։ Եվ Աստված այդ պատճառով կարող էր տալ մարգարեություն, հայտնություն իրավիճակը շտկելու համար։ Հասկանում եք, իսկ մենք նոր հայտնությունների կարիք չունենք, որովհետև Աստծո խոսքը ամբողջացել է։ Եվ հիմա ոչ թե նոր հայտնությունների, մարգարեությունների կարիք ունենք, այլ տրված մարգարեության եւ հայտնության բացահայտելու, լուսաբանելու, հասկանալու կարիքը ունենք։ Իսկ այսօրվա կյանքի խոսք, Էմանուել, աղոթքի տուն, վերնատուն, չգիտեմ, եւ նմանատիպ այս խարիզմատ քարոզիչները Աստծո խոսքը քննելու, հասկանալու փոխարեն ամեն օր նոր հայտնություններ են փնտրում։ Դե երևի խոսքը չեն հասկանում, այդ պատճառով էլ նոր բաներ են փնտրում, որ իբրև ներկայանան Աստծուց դրված անձնավորություն այդտեղ։
բայց գիտենք, որ Աստծո խոսքը հասկացողը իրապես Աստծո ծառան Աստծո խոսքն է բացատրում, այլ ոչ թե շոր հեքիաթներ է պատմում։ 32 համարը մեր մոտ սկսում է եւ շաղկապով, բայց բնագրում խինա շաղկապով է այս բառը, որը նշանակում է այնպես որ, եւ այս շաղկապը ցույց է տալիս նման մարգարեությունների կրկնակի նպատակը, հրահանգ եւ մխիթարություն։ Պողոսը հաստատում է մարգարեների կողմից ստացած հայտնությունների փոխադարձ վերլուծության սկզբունքը։ Մարգարեների հոգիները ենթարկվում են մարգարեներին։ Մարգարեները պետք է ոչ միայն դատեն մյուս մարգարեների հռչակած ճշմարտությունը, այլև վերահսկեն իրենց սեփական հոգին։ Աստվածաշունչը ոչինչ չի ասում հոգուց կամ մտքից դուրս հայտնությունների մասին։ Այսինքն դրանք բոլորը փուչ է համարում։ Եթե լիներ այդպիսի բան, կգրվեր։ Նրանք, ում Աստված հայտնեց իր խոսքը, միշտ չէ, որ լիովին հասկացել են իրենց տրված ճշմարտությունը, բայց միշտ գիտակցել են, որ այս լուրը նրանց տրվել է Աստծո կողմից։ Աստված չի անտեսում մարդկային բանականությունը, երբ նա իր խոսքը հայտնում է մարդուն, ոչ էլ երբ նա սովորեցնում է այս խոսքը։ Աստվածային զորությունների գործողության կամ մարգարեների գործողության մեջ չպետք է լինեն որևէ էքստատիկ, տարօրինակ կամ տրանսի նման փորձառություններ, ինչպիսիք տեղի են ունենում դիվային այս հայտնությունների ժամանակ։ Սա հոգիները փորձելու, Սուրբ Հոգու գործը դևերի գործերից տարբերելու ամենահուսալի միջոցներից մեկն էր։ Եվ կարծես կորինթացիները հենց դժվարանում էին ճշգրտորեն տարբերակել այդ գործողությունները։ Մենք էլ կարող ենք նույնպես տարբերել։ Այսօր այն որ sense գոռում են, ինչ-որ դիվային ձայներ են հանում, թփրտում են գնում են գետնին, այս բանը մենք տեսնում ենք, որ այս մարդկանց դիվային ուսմունքներով մտցնում են դիվային ազդեցության բանի մեջը, հա, իրանց ինչ են ասում, այս էքստատի մեջ են մտցնում եւ մարդիկ դիվահարում են։ Դրանով մենք կարող ենք հստակ տարբերենք, որ սա Աստծուց տրված չէ։ Տեսեք, ասում է, որտեղ Աստված անկարգության Աստված չէ, այլ խաղաղության։ Սա ամբողջ գլուխը հասկանալու բանալին է։ Աստված անկարգության Աստված չէ, այլ խաղաղության։ Աստծո մեր երկրպագությունը պետք է արտացոլի նոր բնավորություն ու բնույթը մեր։ Նա խաղաղության եւ ներդաշնակության Աստված է, այլ ոչ թե անհամաձայնության եւ անկարգության։ Օրինակ Հռոմեացիների 13-րդ գլուխ 33 համար ասում է. «Եվ խաղաղության Աստվածը ձեզ բոլորիդ հետ լինի»։ Երկրորդ Թեսաղոնիկեցիների 5-րդ գլուխ 33 համարը 3-րդ գլուխ 16 համար այսպես է ասում. «Այժմ խաղաղության Տերն ինքը թող միշտ խաղաղություն տա ձեզ ամեն ինչում»։ Գիտեք ինչու մենք շատ եկեղեցիների հետ միաբան չենք, որովհետև տվյալ համայնքներում կարգ ու կանոն չկա, դրա համար այդտեղ խաղաղությունը չի կարող ճշմարիտ լինել, խոսքով շարժվել չկա։ Այս վերջերս մի բլոգեր, ով միշտ փորձում է աչքի ընկնել իր բարի խորհուրդներով, մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ կոչ էր անում, որ եկեղեցիները միաբանվեն։ Բայց իր խոսքում հեգնանքով ասում էր. եկեղեցիները ինչու միաբան չեն, մանր-մունր սենց էլ խոսում էր հեգնանքով, մանր-մունր վարդապետական հարցերով իրարից բաժանվել են, եղբայրներ կոչ եմ անում այսպես։ Տեսեք, այս մարդու համար Քրիստոսի վարդապետությունը կարևոր չէ, եւ ասեմ, բոլոր այս խարիզմատ եկեղեցիներում անգամ արգելում են, որ վարդապետական հարցերով անգամ դու դիմես հովին կամ հետաքրքրվես վարդապետությունով։ Նրանք ասում են պետք չի վարդապետություն եւ այլ։ Եվ կարծես առաջի հայացքից, տեսեք, հազարներով մարդիկ լայքեր են դնում ամեն բան Տեր օրհնի եղբայրս,
իբրև թե ինքը ճիշտ բան ասում միաբանվենք։ Ոնց կարաս դու միաբանվես մի եկեղեցու հետ, եթե մեկը չի ընդունում Աստծո խոսքի ճշմարտությունը, մեկը ընդունում է, մեկը շարժվում է Աստծո խոսքի ճշմարտությունով, մեկը չի շարժվում։ Մեկը մերժում է մարդկային գաղափարներով առաջնորդել Աստծո հոտը, իսկ մեկը չի ասում է մենք նոր դարաշրջան ենք ապրում եւ պետք է նոր մտքեր մտցնենք եկեղեցում։ Այսինքն ոնց կարա տեղ միաբանություն լինի։ Այս վերջերս Գոռ Մեխակյանը, ես կուղարկեմ ձեզ իմիջիայլոց, երազնա պատմում ինչ որ մեկը ուղարկել է, ասում է չեմ անում, կարող է բեմում էլ այստեղ նստած լինի, ու գիտեք ինչ է ասում։ Տերյանը երազ էր տվել ու հիմա ես կարդում եմ իա բառերը, ինքը ասում է չգիտեմ ով է գրել, բայց մանրակրկիտ կարդում է, ասում է ինձ են SMS գրել, արդեն սուտը սկսվում է, ասում է ինձ Տերը մտա մի հատ սենյակ, տեսնեմ սաղ եկեղեցու բոլոր անդամները հերթ են կանգնած, ասեցի ես ինչ այլ է, պիտի այդքան կոծություն վերցնենք ու ասում է տեսնեմ Հովիվ ջան դու ոտերդ նստած էիր ջրի մեջ, բոլորը գալի լվում էին քո ոտերը եւ իրանց օծությունը վերցնում էին, ես էլ եկա լվացի եւ իմ օծությունը վերցրեցի։ Ու հիմա ու հայտարարում ասում է այսօր օծության օր է, այսինքն ոնց հասկանանք, գանք Գոռ Մեխակյանի ոտերը լվանանք, որ դա մեր համար օծություն լինի, այսինքն այս եկեղեցիներին ծափարում ասում են ամեն, հետևաբար այս լայքերի խելագար, այս տիկտոկերները իբրև հոգևորները չակերտավոր, սրանք պարզապես գեղեցիկ բառեր են արտաբերում հավանություն ստանալու, այլ ոչ թե շարժում են Աստծո խոսքի ճշմարտությամբ։ Աստված չի կարող պատվել այնտեղ, որտեղ տիրում են անհամաձայնություն եւ անկարգություն, մրցակցություն եւ զայրույթ, եսասիրություն եւ ինքնագովեստ։ Եկեղեցում քաոսն ու անհամաձայնությունը հաստատ նշան են, որ Սուրբ Հոգին չի առաջնորդում տվյալ եկեղեցիները։ Որտեղ տիրում է Աստծո Հոգին, այնտեղ կա միշտ խաղաղություն եւ միաբանություն։ Եկեք կարդանք Հակոբոսի 3-րդ գլուխ 14-ից 18 համարները։ Այսպես է ասում. իսկ եթե դառը նախանձն ու հակառակություն ունեք ձեր սրտերում, ճշմարտության դեմ մի պարծենակ եւ մի ստեք։ Այս իմաստությունը վերևից չի իջել այլ երկրավոր է եւ մարմնավոր եւ դիվային, քանի որ այնտեղ, ուր նախանձ ու կռիվ կա, այնտեղ են անկարգությունը եւ ամեն չար գործ։ Այդ եկեղեցիներում հստակ տեսնում ենք անկարգություն, այս կարգու կանոնի մեջ չկան, որ խոսում ենք եւ ինչ կա, սուտ կա։ Այս իմաստությունը վերևից չի իջել այլ երկրավոր է եւ մարմնավոր եւ դիվային, քանի որ այնտեղ, ուր նախանձ ու կռիվ կա, այնտեղ են անկարգությունը եւ ամեն չար գործ։ Իսկ իմաստությունը, որ վերևից է, նախ սուրբ է, այնուհետև խաղաղարար, հեզ, հլու, լեցուն ողորմությամբ եւ բարի պատուղներով, անկողմնակալ է ու առանց կեղծավորության, եւ արդարության պատուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում, ամեն։ Եվ հենց այս խաղաղության, Աստծո խաղաղության մեջ, սիրելի քույր եղբայրներ, մենք կարանք մնանք մենակ մի դեպքում, երբ որ իրապես Աստծո տված կարգ ու կանոնով ենք շարժվում, թե եկեղեցում, թե եկեղեցուց դուրս, բայց առավել եւս Աստծո եկեղեցին պետք է սուրբ պահել։ 5-րդ միջոցը շարժվել Աստծո եկեղեցին Աստծո կարգ ու կանոնով, ասում է կանայք եկեղեցում լռեն։ Գիտեք, որ Սուրբ Գիրքը գրվել եւ ավարտվել է 95-ից 96 թվականներին։ Վերջի գիրն է եղել, Հովհաննեսի նամակը։ Բայց այն հավաքվել է մեկ գրքում Աստվածաշնչում 368-ից 382 թվականները, որ վերջը հավաքել են այստեղից այդտեղից, վերջապես դարձել է գիրք։ Իսկ 1205 թվականից մինչև 1228 թվականներին Քենթերբերի arczepiskopos Ստեֆան Լանգտոնը հին եւ նոր կտակարանները բաժանել է գլուխների։
որտեղ այն ժամանակ չի եղել ոչ գլուխներ, ոչ համարներ, եղել է ուղղակի Եսայի մարգարե, չգիտեմ, Մատթեոս, Հովհաննես, այսպես է եղել։ Մասորեթները, հրեա գիտնականները 5 կտակարանը եբրայերեն տեքստը համարակարգել են 9-ից 10-րդ դարերում։ Նոր կտակարանը համարների է վերածվել ֆրանսիացի տպագրիչ Ռոբերտ Էյնշտեյնի կողմից 1551 թվականից 1055 թվականը։ Գիտեք ինչու սա ասացի։ 33-րդ համարը իրականում ավարտվում է այսպես, որովհետև Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության, վերջակետ։ Որովհետև տեսեք, չի կարող հնչել այսպես, որ գրված է։ Եկեք մի հատ կարդանք, հա։ Որովհետև մեկ առ մեկ մարգարեություն անեք, որ բոլորն էլ սովորեն ու բոլորն էլ մխիթարվեն։ Եվ մարգարեների հոգիները ենթարկվում են մարգարեներին, որովհետև Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության։ Ինչպես սրբերի բոլոր եկեղեցիներում, այսինքն ինչ է ստացվում, Կարախի, սրբերի մյուս եկեղեցիներում Աստված խաղաղության Աստված չլինի, չէ, նայեք, իրականում 33 համարի վերջի հատվածը դա 34 համարի սկիզբն է։ Եվ այս մարդիկ, ովքեր որ բաժանել են գլուխների, համարակալել են, դրանք մարդիկ են, որ երբեք անգամ արել են սխալներ։ Այսպես է հնչում. ինչպես սրբերի բոլոր եկեղեցիներում, այնպես էլ ձեր մոտ թող կանայք եկեղեցիներում լուռ մնան։ Հենց իրական հնչողությունը հենց այս ձև է, ոչ թե օրինակի համար, որ ասում է, հա, թող որովհետև Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության, ինչպես սրբերի բոլոր եկեղեցիներում։ Սա սխալ վերջաբան է, պատկերացնում եք։ Հիմա տեսեք, սրանով Պողոսը ընդգծեց, որ սկզբունքը տեղական չէր որոշվում աշխարհագրական պայմաններով կամ մշակութային միջավայրով, այլ ընդունված էր սրբերի բոլոր եկեղեցիներում, որ կանայք պետք է լուռ մնան։ Եկեղեցու համար Աստծո կողմից սահմանված կարգի համաձայն կանայք պետք է հնազանդ լինեն, ինչպես ասում է օրենքը։ Եվ այս հնազանդությունը կապում է կանանց եկեղեցում որպես ուսուցիչ, քարոզիչ լինելու հետ եւ եկեղեցում լուռ մնալու հետ։ Այս սկզբունքը սկզբնապես սովորեցվել է 5 կտակարանում, իսկ այժմ այն հաստատվել է նոր կտակարանում։ Այս սկզբունքի համաձայն կանանց թույլատրված չէր խոսել հրեական ժողովարաններում։ Անկման հիմնական հետևանքներից մեկը կանանց ենթարկեցումն էր, օրինակ Ծննդոց 3-րդ գլուխ 16 համարում, տեսեք ինչ է ասում, 3-րդ գլուխ 16 համարը։ Կնոջն ասաց Աստված. խիստ շատացնելու եմ քո ցավերն ու հղիությունը, ցավով ես զավակ ծնելու եւ քո ցանկությունը դեպի քո ամուսինն է լինելու, նա իշխելու է քո վրա։ Պողոսը հստակորեն խոսեց այս թեմայով հովվական գրքերում։ Տեսեք, այսօր շատերն ասում են, գիտեք ինչ, մենակ խնդիրը այստեղ իբրև Կորինթոսի եկեղեցում, խնդիրը մենակ այն էր, որ եկեղեցում կային կանայք, ովքեր եկեղեցում ուղղակի ձայներ են հանում, բամբասում էին, փսփսում էին, այսպես մեկնաբանություններ եմ լսել, եւ դրա համար Պողոս ասում էր կանայք թող եկեղեցում լուռ մնան, բայց մենք հիմա քննենք։ Տեսեք, եթե մենակ մենք ունենայինք միայն այդ երկու բառը, բայց այնտեղ էլ կոնտեքստում լավ էսա կհասկանանք, ու չունենայինք արդեն հաջորդ նամակներում այսպիսի գրառումներ, միգուցե ինչ-որ կոմպրոմիսների գնայինք, բայց տեսեք ինչ է գրում առաջի Տիմոթեոս 2-րդ գլուխ 11-ից 12 համարներում. Կինը թող սովորի լռությամբ եւ ամենայն հնազանդությամբ։ Կնոջը չեն թույլատրում, որ սովորեցնի, ոչ էլ հեղինակություն վերցնի ամուսնու վրա, այլ լուռ մնա։ Կնոջը չեն թույլատրում սովորեցնի։ Պողոսի փաստարկները հիմնված են ոչ թե մշակութային նորմերի, որ ասենք մենակ Կորինթոսի եկեղեցիներ, այլ երկու հիմնարար
պատմական փաստերի վրա։ Ադամը նախ ստեղծվեց, ապա Եվան։ Երկրորդը Ադամը չխաբվեց, այլ կինը 13-14 համարներում, որովհետև նախ Ադամը ստեղծվեց եւ հետո Եվան, եւ Ադամը չխաբվեց, այլ կինը խաբվեց, հանցանք գործեց։ Տղամարդիկ պետք է առաջնորդեն սիրով, կանայք սիրով հնազանդվեն։ Սա Աստծո ծրագիրն է։ Պատահական չէ, որ ինչպես Կորինթոսի եկեղեցին, այսօր էլ շատ եկեղեցիներ, որոնք կիրառում են կեղծ լեզուների եւ բժշկության այս պարգևները, թույլ են տալիս կանանց խոսել, քարոզել, հովություն անել, որպես ուսուցիչ լինել եկեղեցում։ Իրականում շատ խարիզմատիկ խմբեր, ինչպես նաև բազմաթիվ աղանդներ, որոնք աղավաղել են Քրիստոսի ուսմունքները, հիմնադրել են կանանց կողմից, եւ հենց 1906 թվականին երկու աղջիկներ էին, որ այս լեզուների չարիքը բերեցին քրիստոնեություն։ Երբ կանայք զավթում են Աստծո կողմից տղամարդկանց համար նախատեսված դերը, նրանք անխուսափելիորեն սխալվում են խախտելով աստվածաշնչյան պատվիրանները։ Բոլոր լեզուներով աղոթող եկեղեցիների հետ, երբ խոսում ես այս թեմայով, որ Աստված արգելում է կնոջը եկեղեցում քարոզել, հովություն անել եւ ցույց ես տալիս համարներով, մեջ են բերում Գաղատացիների 3-րդ գլուխ 28 համարը։ Գաղատացիների 3-րդ գլուխ 28 համարը եւ ինչ են ասում, տեսեք։ Թե սա ինչ կապ ունի կնոջ քարոզչության հետ, չգիտեմ։ Այսուհետև ոչ հրյա կա, ոչ էլ հույն, ոչ ծառա կա, ոչ էլ ազատ, ոչ արու կա, ոչ էլ էգ, որովհետև բոլորդ մեկ եք Հիսուս Քրիստոսի մեջ։ Ամեն։ Բայց ինչպես միշտ, այնպես էլ այս համարները մեկնաբանում են ըստ իրենց քմահաճույքի, այլ ոչ թե այն նպատակով, որով որ գրվել է։ Այստեղ չի ասում, որ բոլորը կարող են հովիվներ լինել, կին թե տղամարդ։ Այստեղ խոսքը այն մասին է, որ ոչ ոք հոգևորապես չի համարվում մյուսներից բարձր կամ ցածր։ Աստծո աչքում հավատացյալ հրեան ավելի արտոնություններ չունի, քան հավատացյալ հեթանոսը։ Պատկերացնում եք ինչի մասին է խոսում։ Գիտեք, որ շատ հրեաներ ժամանակին, միգուցե մինչև հիմա, աղոթում են շնորհակալություն հայտնելով Աստծուն, որ իրենք ոչ հեթանոսներ են ծնվել, ոչ ստրուկներ եւ ոչ էլ կին։ Պատկերացնում եք։ Սակայն Պողոսը մերժում է այս տարբերությունները եւ հայտարարում, որ Քրիստոսի մարմնում դրանք մարդուն չեն տալիս որևէ հոգևոր արտոնություն կամ հատուկ կարգավիճակի իրավունք։ Այսինքն, որպես հոգևոր էակներ, բոլորս ենք հավասար, եւ նա բոլորիս է սիրում նույնպես, բայց եկեղեցում ծառայության դերերը տարբեր են, եւ Աստվածաշնչում մենք չենք տեսնում, որ Տերը իր եկեղեցում նշանակեց հովուհիներ, երեցուհիներ, այլ հովիվներ եւ երեցներ։ Բայց խարիզմատներին դա չի հետաքրքրում եւ նենգաբար ստում են, ասում են, որ Տերն է իրենց առաջնորդել հովություն անելու։ Այսինքն իրենց պատկերացումով Տերը գործում է իր խոսքին հակառակ, իր խոսքից հակառակ է գործում։ Այո, կան շատ շնորհալի քույրեր, ովքեր փրկության ավետարան են քարոզում աշխատանքի վայրում, այսինքն վկայում են մարդկանց բերեն դեպի բարի լուրը։ Հարևանների, բարեկամների մեջ սովորեցնում են եկեղեցում մանուկներին, բայց եկեղեցում հովիվ առաջնորդ դրանք տարբեր հասկացողություններ են, հասկանում եք։ Առաջի Կորինթացիների 11-րդ գլուխ 3-րդ համարում այսպես է ասում. բայց կամենում եմ, որ դուք գիտենաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը ամուսինը, Քրիստոսի գլուխը Աստված։ Այս սկզբունքը չպետք է խախտել։ Այս կարգը ուրեմն պետք է արկա լինի նաև նրա եկեղեցում, ասում է։ Երբ Աստծո կարգի որևէ մասը մերժվում կամ անտեսվում է, եկեղեցին թուլանում է եւ Աստծո անունը անարգվում է։ Ճիշտ այնպես, ինչպես Աստծո հոգին չի կարող կառավարել մի եկեղեցի, որտեղ տիրում է անկարգություն եւ քաոս,
այնպես էլ նա չի կարող կառավարել մի եկեղեցի, որտեղ կանայք ստանձնում են այդ դերը, որոնք Աստված նախատեսել էր տղամարդկանց համար։ Եվ ի վերջո մենք ունենք 66 գիրք, 40 հեղինակներ, եւ երբեք մենք չենք տեսնում կնոջ քարոզներ, կնոջ գրքեր, այսինքն այս ամենը եւս փաստարկ է, որ Աստված կին առաջնորդներ երբեք չի դրել իր եկեղեցում, իր հին ուխտի մեջ, թե նոր ուխտի մեջ։ Եվ ի վերջո Աստված չի կարող առաջնորդել մի եկեղեցու, որտեղի խոսքը ծռվում է։ Նա կեղծ ուսմունքով ճիշտ հավատացյալներ չի դարձնում։ Այսպիսի շատ համայնքներ կարող են բոլորից բարձր գոռալ, թե ճշմարտության վրա է հիմնված իրենց եկեղեցին, թե Աստված է առաջնորդում իրենց, Սուրբ գրքից դուրս ոչ մի բան չեն քարոզում, եւ ասեն, որ շատերը կհավատան իրենց։ Բայց հարցն այն է, ովքեր են այդ հավատացողները իրենց։ Մարդիկ, ովքեր Աստվածաշունչը ոչ կարդում են, ոչ էլ ուսումնասիրում։ 35-րդ համարի վերջում ասում է, որովհետև եկեղեցում կնոջը վայել չէ խոսել։ Այս բառը նկարագրում է այսխրոն բառը, որը նշանակում է ամոթալի, անպատվաբեր, նողկալի, անպարկեշտ, տգեղ եւ զզվելի, բնագրի արտահայտությունն է։ Այս արտահայտությունը կասկած չի թողնում այն մասին, այն իմաստի վերաբերյալ, որ կինը չպետք է քարոզի եկեղեցում, առավել եւս հովություն անի։ Այնպես որ այն ինչը տիրոջ համար զզվելի, անպարկեշտ, տգեղ եւ նողկալի է, նույնը պետք է լինի սրբերի բոլոր եկեղեցիներում, ինչպես ասած 33 համարի վերջի մասը։ Աստված եկեղեցում հաստատել է տղամարդկանց եւ կանանց դերի կարգն ու հավասարակշռությունը, եւ Աստծո կարգադրությունները չեն կարող խախտվել։ Եթե կինը ստանձնում է տղամարդու դերը, քանի որ տղամարդը անտեսել է այդ դերը, նա պարզապես սրում է ուղակի խնդիրը։ Այստեղ կինը չի կարող փոխարինել տղամարդուն։ Աստված հաճախ կանանց օգտագործում էր այնպիսի առաջնորդություններում, որոնք տղամարդիկ մերժում էին, բայց նա երբեք նրանց չի ստիպել կատարել տղամարդկանց տրված դերը։ Անդամակցության հանդիպումների եւ Աստվածաշնչի ուսումնասիրությունների ժամանակ տղամարդիկ եւ կանայք հավասարապես կիսում են իրենց մտքերով եւ ճշմարտությունների վերաբերյալ իրենց հասկացողությամբ։ Օրինակ, երեք մենք սերտողություն էինք անում, քույրերն էլ են խոսում, եղբայրներն էլ են խոսում։ Սա նորմալ է։ Տերը չի արգելում, որ կինը թող մուսուլմանների պես, հա, կին դու ընդհանրապես մի խոսա։ Պարզապես հովություն, քարոզիչ, ուսուցիչ դա չպետք է լինի։ Սակայն երբ եկեղեցին հավաքվում է Աստծուն երկրպագելու, նրա չափանիշները հստակ են։ Առաջնորդության դերը պատկանում է միայն տղամարդկանց։ Ըստ երևույթին Կորինթացի հավատացյալներից շատերը, թե տղամարդիկ, թե կանայք, վիճաբանել են Պողոսի հետ հենց այս հարցի շուրջ։ Նրանք որոշել են հետևել իրենց սեփական սկզբունքներին եւ չափանիշներին անկախ նրանից, թե ինչ է ասել առաքյալը կամ այլ հոգևորապես հասուն առաջնորդները։ Իր հպարտությամբ եւ ամբարտավանությամբ այս եկեղեցին ցանկանում էր լինել ինքնուրույն։ Ուզում էր ինքն իր որոշումները կայացնել, թե որն է ճիշտ, իսկ որը սխալ։ Այսօրվա խարիզմատների պես նրանք վարվում են այնպես, կարծես գտել էին ճշմարտության արմատը եւ դրանով իսկ մարտահրավեր էին նետում Աստծո կանոններին։ Ինչպես կորինթացիները, այնպես էլ այսօրվա խարիզմատիկ շարժումը իրենց սուրբ գրքից վեր էին դասում կամ անտեսելով այն, կամ մեկնաբանելով այն իրենց նախապաշարմունքներին համապատասխան։ Այսպիսով Պողոսը նրանց խայթում է հեգնական հանդիմանությամբ, ինչը նա նախկինում չէր արել երբեք։ 36 համարը, տեսեք ինչ է ասում։ Միթե Աստծո խոսքը ձեզանից դուրս եկավ, կամ միայն ձեզ հասավ։ Պողոսի ասածը հետևյալն է. դուք եք գրել Աստծո խոսքը, որ ինչպես ուզում եք, այդպես եք մեկնաբանում։
Եվ եթե դուք չեք գրել, ուրեմն հնազանդ եղեք խոսքին, այլ ոչ թե նոր մտքեր մտցրեք խոսքի մեջ, որը գոյություն չունի։ Եվ այսօր ինչ եք տեսնում, մենք այսօր այնքան ենք այսպիսի բաների հետ բախվում, որ կարծես իրոքից իրանցից է դուրս եկել։ Ես ասում եմ, ես Կորինթացիների նամակը երբ որ ուսումնասիրում քարոզում եմ, միգուցե դուք իմ հետ մեկտեղ։ Ես անկեղծ եմ ասում, ես բառի զբուն իմաստով տեսնում եմ կյանքի խոսքին, տեսնում եմ Վերնատանը, Կարեն Թադևոսյանին եմ տեսնում, Գոռ Մեխակյանին եմ տեսնում, Սևակին եւ այսինքն այս խարիզմատներին ես տեսնում եմ այս համայնքներում։ Կարծես Պողոսը իրանց մասին գրած լինի։ Այսինքն այսօրվա շատ իրենց եկեղեցի կոչողներ չեն հասկանում Կորինթացիների նամակը։ Իրենք ուղղակի լսել են, որ Կորինթոսը խառնակիչ եկեղեցի է, բայց չեն հասկանում ինչն էր խառնում։ Ինչն էր խառնում։ Գիտեք այս հարցը քանի օգու եմ տվել։ Գիտեք ինչու չգիտեն, որովհետև իրենց քարոզիչները սկզբից ի վեր կեղծ ուսմունքների վրա են հիմնել եկեղեցիները։ Եվ ժողովուրդը ինչ լսել, այն էլ սովորել է։ Եվ երբ մի բան ես ասում, որ դա չի կարելի, դա կարելի է, Սուրբ Գիրքը արգելում է, այսպես չի կարելի, ասում են, բայց մեր հովիվը այդպես է ասում։ Եվ չեն հասկանում, որ իրենք ավելի շատ հովվապաշտներ են դառել, քան աստվածապաշտներ։ Եվ այնինչ Պողոսը արգելում է այս եկեղեցուն, օրինակ լեզուներով աղոթելը, մարգարեանալը, հայտնություն տեսնելը, բժշկությունները, կին քարոզիչներ լինելը եւ այլ շատ բաներ, նրանք անում են ճիշտ հակառակը։ Այսինքն, ինչ Պողոսը արգելում է, նրանք անում են։ Եվ եթե երկու բառով բացատրեն Կորինթացիների նամակը, այսպես կստացվի. այնինչ անում էր Կորինթացիները, դուք մի արեք։ Վեցերորդ. Եթե նրանք ուզում են ինչ-որ բան սովորել, թող տանը հարցնեն իրենց ամուսիններին։ Այս խորհուրդը ենթադրում է, որ որոշ կանայք իրապես խաթարում էին պաշտամունքները հարցեր տալով ծառայության ժամանակ։ Այս խնդիրը կար։ Եթե նրանք ցանկանում էին ավելի լավ ինչ-որ բան սովորել, եկեղեցու պաշտամունքի ժամը դրա համար չէր, որը նրանք հաճախ էին անում։ Պատկերացրեք, քարոզ էին տալիս եղբայրները եւ ինչ որ մեկին վեր էր կենում տեղից ու ընդհատելով քարոզը հարցեր էր տալիս։ Այդ պատճառով արգելում էր կանանց խոսել, երբ պաշտամունք էր, երբ հովիվները խոսում էին, եւ հորդորում էր, որ իրենց տներում իրենց ամուսիններին հարցնեն եւ նրանցից սովորեն։ Իսկ ովքեր բնականաբար ամուսիններ չունեն, կարող են դրա համար եղբայրներ կան, որը կարելի է պաշտամունքից հետո ուղղակի հարցնել եւ սովորել։ Բայց այստեղ սովորում ենք նաեւ կարևոր, շատ կարևոր մի բան, որ ամուսինները պետք է լավ իմանա խոսքը, որ կարողանան սովորացնել։ Այսինքն նախ մենք պետք է սովորենք, սա կոչ բոլոր այն եղբայրներին, ովքեր որ կլսեն։ 37 համարում Պողոսը շարունակում է խոսել մարտահրավեր նետելով։ Այս համատեքստում, որտեղ Պողոսը գրել է մարգարեության եւ լեզուների պարգևի մասին, հոգևոր բառը հավանաբար կվերաբերվի նրանց, ովքեր լեզուներ են խոսում։ Այսինքն այն հատկապես հոգևոր լեզվին, որը կորինթացիները այդքան բարձր էին գնահատում։ Պողոսի տեսակետն այսպիսին է. եթե մեկը պնդում է, որ մարգարե է կամ լեզուների պարգև ունի, կամ որևէ այլ հոգևոր պարգև, նրա կոչման եւ ծառայության ճշմարիտ լինելու նշանն այն է, որ նա ընդունում է, որ այն, ինչ ես սովորեցնում եմ, որպես առաքյալ Աստծուց եկած ճշմարտություն է։ 37 համար է։ Եթե մեկը կարծում է, թե ինքը մարգարե կամ հոգևոր, թող իմանա, ինչ որ գրեցի ձեզ, Տիրոջ պատվիրաններն են։ Այսինքն այն արգելքները, որ ես ձեզ դնում եմ, այն հերթականությունները, որ դնում եմ, ասում եմ Տիրոջ պատվիրանն են, Տիրոջ պատվիրանն են։ Եթե մարդը իսկապես կոչված է, շնորհված է Աստծո կողմից եւ անկեղծորեն ձգտում է հետևել Աստծուն, նա իր կոչման կատարումը կենթարկի այս սկզբունքներին, որոնք Աստված ինձ հայտնել է որպես պատվիրաններ, ասում է Պողոսը։
Առաքյալի ուսմունքներին չէր կարելի մոտենալ կամայականորեն ըստ սեփական ընտրության։ Այսինքն էսի ընդունում եմ, էսի չեմ ընդունում, եթե նորից հաճախակ եմ տալի այս անունը, բայց այսօրվա այս խարիզմատիկ եկեղեցիները մեկը ընդունում են, մեկը չեն ընդունում, հասկանում եք, մեկը հասկանում են, մեկը չեն հասկանում։ Բայց ինչպես գիտենք, հենց այսպիսի մարդիկ էին, որ Հիսուսին նզովյալ էին անվանում անգամ 12-րդ գլուխ 3-րդ համարը։ Չէին հավատում, որ մեռելների հարություն գոյություն ունի անգամ։ Օրինակ 15-ի 12 համարը այսպես է ասում. իսկ եթե քարոզում է, թե Քրիստոսը հարություն է առել, ապա ինչպես են ձեզանից ոմանք ասում, թե մեռելներից հարություն չկա։ Սրանք հենց այն մարդիկ են, ովքեր այլ կրոնների ազդեցության տակ էին դեռ եւ անհասկանալի լեզուներով իրենց աստվածներին էին աղոթում։ Եվ հենց այսպիսի մարդիկ, պատկերացրեք, դրանց համար է գրվել այս ուսմունքը եւ այսօր այդ ուսմունքը կիրառում են, ասում են սա ճշմարտություն է։ Պատկերացնում եք, այս մարդիկ անգամ մեռելների հարությունը չեն ընդունում այս լեզուներով խոսացողը։ Ոնց կարա այս լեզուները Աստծո տրված պարգև լիներ։ Գիտենք կա ճշմարիտ եւ կեղծ։ Կեղծը այսօրվա այդ լեզուներն են, որ անում են։ 30 համարում ասում է, կարդամ, բայց եթե մեկը տգետ է, թող տգետ մնա։ Բնագրում տգետ բառի փոխարեն գրված է ագնոեի բառը, որը թարգմանվում է չիմանալ, չհասկանալ, մթության մեջ լինել, չընդունել։ Այսինքն, եթե մեկը մթության մեջ է, մտքով չի հասկանում, չի գիտակցում, ուրեմն թող այդպես մնա, բայց եւ հուներեն տեքստում կա բառախաղ, այսինքն նա ով չի ընդունում սա, չպետք է ընդունվի։ Պատկերացրիք ինչի մասին է խոսում։ Նա ով չի ընդունում այս ճշմարտությունները, նա չի ընդունվելու։ Ումից Տիրոջից չի ընդունվելու։ Այս բառը փոխանցում է այն գաղափարը, որ նա ով անտեսում է առաքյալի խոսքը, արժանի է անտեսվելու, որովհետև դա Աստծո պատվիրանն էր, մի համար վերև ասած։ Տեսնում եք ինչ իրար հերթականությամբ կապելով տանում է։ Կեղծ մարգարեի կամ լեզուների պարգևի, կեղծողի կամ ճշմարիտ կոչումը կամ պարգևը սխալ օգտագործողի նշանը Պողոսի ուսմունքի հենց մերժումն է։ Եվ այսօր այս եկեղեցիները, որ մերժում են, ասում են չէ, այդպես չի, այսպես է։ Պարզ կարող եք հասկանալ, իրանք առայժմ չեն պատկանում ուղղակի Քրիստոսին։ Իրանք մերժում են Աստծո խոսքը։ Եթե Տերը ողորմություն կանի, մի օր նրանց դարձի կբերի, դա ուրիշ է, մենք ներկա պահով ենք խոսում։ Եթե նման մարդիկ մերժում են առաքյալի ուսմունքը, նրանք մերժում են որպես Աստծո անօրինական ծառաներ։ Պողոսի ուսմունքը Աստծուց էր եկել հայտնության միջոցով, որպես սուրբ գրքի մաս եւ հետեւաբար բացարձակապես հեղինակավոր էր։ Հիշում եք երկրորդ Պետրոս 3-րդ գլուխ 15-16 համարում այսպես էր ասում. եւ մեր սիրելի Պողոս եղբայրը իրեն տված հայտնությամբ գրեց իր բոլոր թղթերում, իրեն տված հայտնությամբ, այնպես որ Պողոսի յուրաքանչյուր խոսք Աստծո կողմից տված հայտնություն էր, հետևաբար Աստծո խոսք էր։ Այս շեշտադրումը իշխանության վրա հատկապես տեղին է, քանի որ շատ կորինթացի հավատացյալներ ցանկանում էին անտեսել Պողոսի մեկնաբանությունները լեզուների եւ կանանց կարգավիճակի վերաբերյալ։ Պողոսն ասում է, որ եկեղեցին պետք է մերժի ինքնահռչակ առաջնորդներին, ովքեր մերժում են իր ուսմունքը։ Հիմա այս կոչը պետք է անես այս եկեղեցիներին, պետք է մերժեն նման ուսուցիչներին, բայց նաև գիտենք, որ Պողոսը գրել է երկրորդ Տիմոթեոսի 4-րդ գլուխ 1-ից, առաջի համարից մինչև 6 համարները, որ ասում է վերջին ժամանակներում կեղծ ուսուցիչներ դուրս կգան, կլինեն այդ փիլիսոփաները, հեքիաթ պատմողները, բայց մարդիկ նրանց կհետևեն, լավ էլ կողջունեն։ Ցավալի է, բայց փաստ է։ 37-ից 38 համարում Պողոսը գուցե ավելի վճռականորեն, քան նամակի այլ հատվածներում հայտարարում է իր իշխանության իրավունքի մասին։ 37-38-ը
Եթե մեկը կարծում է, թե ինքը մարգարե է կամ հոգևոր, թող իմանա, թե ինչ որ գրեցի ձեզ Տիրոջ պատվիրաններն են։ Բայց եթե մեկը տգետ է, թող տգետ մնա։ Ես կրկնեցի սա, որտեղ սա անհրաժեշտ է։ Տեսեք, այս համարներում Պողոսը գուցելի ավելի վճռականորեն է սկսում։ Պողոսն ուներ անձնական թերություններ եւ որոշակի հարցեր։ Հարցերի սահմանափակ ըմբռնում ուներ Պողոս առաքյալը։ Օրինակ Փիլիպեցիների նամակում նա հստակ գրում է 3-րդ գլուխ 12-ից 14 համարներում ասում է. ոչ թե արդեն հասել եմ, ոչ էլ արդեն կատարյալ եմ, այլ հետամուտ եմ, որ ձեռք բերեմ այն, ինչի համար Քրիստոս Հիսուսի կողմից ներգրավեցի։ Եղբայրներ, ես չեմ համարում, թե արդեն հասել եմ, բայց այս մի բանն անում եմ, որ ետևում մնացածները մոռացած առաջվաներից եղածների պես ձգտեմ եւ այլն։ Այսինքն Պողոսը հստակորեն նշում է, որ ես այնպես չի, որ ամեն ինչ իդեալական հասկանում եմ, ոչ, սակայն երբ նա խոսում էր Աստծո անունից, նրա անձնական հայացքներն ու մշակութային ազդեցությունները ուղղակիորեն մղվում են երկրորդ պլան։ Օրինակ, նա կանանց ենթարկեցման մասին սովորեցնում էր ոչ թե այն պատճառով, որ ինքը հրեական ծագում ունի, որ գիտես, դե հրեաների մոտ կար, չէ, կինը պետք է մի քիչ ավելի բան լիներ, եւ ոչ էլ տղամարդկային շովինիզմի պահանջները բավարարելու նպատակով։ Շովինիզմ բառը, եթե կհիշեք, մենք 11-րդ գլխում ենք խոսացել գլխաշորի թեմայի վերաբերյալ, ովքեր իշխում էին իրենց կանանց վրա, ոչ թե այն, ինչպես որ Տերն է ասում, նրանք ուղղակի բռնանում էին, ճնշում էին ավելի իրենց կանայց։ Այսինքն Պողոսը ոչ թե խոսում է որպես հրեա, ոչ թե խոսում է որպես շովինիզմ, այլ խոսում է Տիրոջ հստակ պատվիրանը ստացած հայտնությունից։ Նա սովորեցրեց այս ճշմարտությունը, քանի որ այդպես էր սովորեցրել Աստված։ Պողոսը չէր պնդում, որ ամենագետ է, բայց նա աներկբա հայտարարեց, որ իր սովորացրած ամեն ինչ Աստծո ավետարանի եւ եկեղեցու մասին Աստծո ուսմունքն էր Տիրոջ պատվիրանի համաձայն։ Անկախ Պողոսի ուսմունքը մերժող քրիստոնյաների դիրքորոշումից, անկախ նրանց կրթությունից, փորձից, գիտելիքից կամ տաղանդներից, նրանք մերժեցին ուղղակի Աստծո ուսմունքը։ Ուստի իրենք էլ պետք է մերժվեն որպես եկեղեցու ուսուցիչներ կամ առաջնորդներ։ Վերջի 7-րդը ամեն բան պարկեշտությամբ եւ կարգ ու կանոնով արվի 39-ից 40 համարը։ Պողոսը գլուխն ավարտում է Կորինթացիներին ուղղված ամփոփիչ հորդորով։ Մարգարեությունը դնել պաշտամունքի արարողություններում առաջին տեղը, բայց չար համարել կամ արգելել լեզուներով խոսալը։ Եվ ինչ էլ որ անեք, անեն Տիրոջ անունով, ամեն ինչ պետք է արվի պատշաճ կերպով։ Իրենց հանդիպումների ժամանակ նրանք պետք է միասին եռանդուն լինեին մարգարեանալու համար, քանի որ մարգարեությունը մեծ ուսուցիչ էր, կառուցող էր եւ դաստիարակող էր դա։ Մարգարեությունը կարևոր է, քանի որ կառուցումն է կարևոր, պատկերացնում եք, այսինքն եկեղեցու աճն է կարևոր։ Բայց միևնույն ժամանակ, ինչպես ցույց է տալիս բայական ձևը, Պողոսը չի հորդոր տալիս անհատներին փնտրել մարգարեության պարգևը։ Միթե բոլորդ եք մարգարե, չէ, ասում է 12-րդ գլուխ 29 համարում, այսինքն բոլորը անհնար էր, որ լինեին մարգարե, եւ ինչ է ուզում ցույց տալ, այսինքն սա փնտրելով չէ, այլ տրվում է հատուկ մարդկանց։ Չնայած լեզուների պարգևը երկրորդն է միայն մարգարեությունից հետո, լեզուների իրական պարգևը, երբ այն կիրառվում է օրինական ձևով, նույնպես պետք է ճանաչվի որպես Տիրոջ պարգև եւ չպետք է ծաղրի ենթակա դառնա, հա։ Մի արգելեք, ասում է։ Հորդորը նաեւ ցույց է տալիս հոգնակի թիվը եւ չի պաշտպանում անհատների ցանկությունը ունենալ լեզուների պարգևը։ Այն կոչ է եկեղեցուն որպես խմբի,
որը թույլ է տալիս ճիշտ պարգևների դրսևորումը իր մեջ։ Եվ ի վերջո, քանի որ լեզուներով պարգևը անհավատների համար էր, այլ ոչ թե հավատացյալների, եւ քանի որ դեռ քրիստոնեությունը դեռ չէր հաստատվել, Սուրբ Գիրքը չկար, լեզուներով խոսալու կարիքը կար անհավատներին վկայելու համար, դրա համար է ասում՝ մի արգելեք։ Լեզուների պարգևը սահմանափակ պարգև էր, թե նպատակով, թե տևողությամբ, բայց այն իրապես Տիրոջ պարգևն էր։ Եվ չնայած այն գործում էր, այն ոչ կարող էր արհամարվել, ոչ էլ արգելել։ Բնականաբար խոսում ենք մարդկային հասկանալի լեզուների մասին։ Ճշմարիտ հայտնությունը պետք էր պատշաճ կերպով հնազանդվել, իսկ իսկական պարգևներին պատշաճ կերպով կիրառել։ Էուշմոնոս պարկեշտ կիրառել այս բառի հիմնական իմաստն է հաճելի, պատշաճ, տեղին, ներդաշնակ, գեղեցիկ, եւ կարգապահ բառը նշանակում է հերթով կամ մեկը մյուսի հետևից։ Աստված, տեսեք, գեղեցկության եւ խաղաղության, պարկեշտության եւ կարգ ու կանոնի Աստված է, ինչպես մենք նախքին քարոզում ասացինք, եւ նրա զավակների արած ամեն ինչ պետք է արտացոլի այս աստվածային հատկությունները։ Եկեք մեկ երկու գործնական քայլեր նայենք եւ ավարտենք։ Մեր կոչը բոլորին հետեւյալն է, որ այսօր մարգարեներ չկան։ Եթե մարգարեներ, նոր կտակարանը մեզ տալիս է տարբեր տեղերում, աստվածաշնչյան տարբեր տեքստերում, անգամ հենց Կորինթացիների նամակում, որ այսօրվա մարգարեները պարզապես խոսքը բացատրողներն են։ Հետևաբար պետք է խուսափել այն մարգարեներից, ովքեր իրենց հռչակում են որպես մարգարեներ։ Եվ Տերը տալիս է հերթականություն, եթե մարգարե եք, ուրեմն ասեք, ուրեմն պետք է քննվի եւ ինչ արվի, դրվի քննարկման, արդյոք համապատասխանում է Աստծո խոսքին։ Բայց եթե ինչ որ մի կրկնություն կլինի Աստվածաշնչից, որը դա էլ ենք հաճախակի տեսնում, դա պարզապես կարիք չկա։ Դու ուղղակի ուզում ես ինքնահաստատվես։ Եվ կարևորներից մեկը, որ պետք է մարդկանց սովորացնենք եւ մեզ հետևողներին, որ կնոջը չի թույլատրվում եկեղեցիներում խոսալ։ Չի թույլատրվում, որովհետև մենք տեսեք նորից Սուրբ Գրքի տարբեր հատվածներից ունենք թեկուզ պատմություն, անգամ պատմությունների մեջ մենք երբեք չենք տեսել, որ կինը առաջնորդել է Աստծո ժողովրդին, կինը օրինակ քարոզել է ճշմարտություն եւ ժողովուրդը հավաքվածն այլն։ Մենք ունենք տարբեր վերոհիշյալ հեղինակներ եւ վերոհիշյալ հերոսներ, որտեղ որ մենք տեսնում ենք բացառվում է կնոջ քարոզչությունը, բայց եթե ասենք կինը կարա Տիրոջ եկեղեցուն օգտակար լինի, միանշանակ կինը կարող է բացի հովություն, ուսուցչություն անելուց ամեն ինչում էլ կարելի է գրեթե ասել, որ կինը կարող է օգնություն լինել։ Եվ շատ մենք տեսնում ենք այո եկեղեցու ընթացքում, թե ինչքան են կանայք օգնել, թե եկեղեցու համար, թե Աստծո սրբերի համար, մենք անընդհատ ենք տեսնում այդ պատմությունը, որն էլ որ հիմա էլ մենք ուրախանում ենք մեր քույրերով։ Եվ ամենակարևորը մենք պետք է հիշենք, որ սիրելի քույր եղբայրներ, եթե մենք ուզում ենք իրապես Աստծո եկեղեցում վարվենք այնպես, ինչպես Աստված է ուզում, մենք նրա խոսքից դուրս չպետք է գանք։ Հիշենք, որ եթե մենք նրա խոսքից դուրս ուզում ենք մեր մեթոդներով առաջնորդվել, մենք արդեն շեղվում ենք եւ չենք կարող մնալ ճշմարտության մեջ, եւ չենք կարող մնալ խաղաղության մեջ, եւ չենք կարող մնալ պարկեշտության մեջ։ Այս ամեն ինչը կարող է առաջի հայացքից չերևալ, բայց վերջի վերջո նա մեզ արդեն շեղում է եւ մեզ գիտեք ինչ է սարքում մարդ, ով կառավարվում է իր սեփական մտքերով, բայց սա մենք կարող ենք հստակորեն ասել, որ սա Աստծուց չի, այլ մարդկային եւ միգուցե նաեւ դիվային մտածելակերպ է։ Դրա համար այն եկեղեցիները այսօր շատ են հարց տալիս մեզի, որ եկեղեցին գնանք, որ եկեղեցին։ Շատերը գիտեք, անգամ ուղղակի անիմաստ են այդ արտահայտությունն անում, նրանք արդեն որոշել են, որ եկեղեցին գնան, բայց կան իրականում մարդիկ, ովքեր որ իրապես ուզում են հասկանան, թե որն է ճիշտ։ Եվ իրապես հասկանալու համար
եթե ինքը խոսքը չգիտի, մենք իրան դժվար ենք բացատրելու, բայց խոսքը հետևյալն է. եթե դու տեսնում ես, կարդում է խոսքը, բացատրում է եւ այդպես շարժվում է, դա էլ հենց ճշմարիտ եկեղեցին է, որը որ իրական կարդալ, բացատրելը հենց այսպես է լինում, այլ ոչ թե կեղծ քարոզիչները, ուսուցիչները այսպես են անում։ Երկու բար կորինթացիներից, երկու բար հռոմեացիներից հանում են, ասում են, տես, այս կեղծիքին չպետք է տրվել այս սադրանքներին եւ գնալ միայն տեքստը կոնտեքստով բացատրությանը։ Ամենահիանալի ձևը, որ կարող ենք հասկանալ, եկեղեցին իրոք առաջնորդվում է խոսքով, դա տեքստը կոնտեքստի մեջ քննել, տեսնել, վերլուծելն է։ Տերը օրհնի բոլորիդ, եկեք աղոթք անենք ու ավարտենք։